Կախարդական թասը, հնդկական հեքիաթների մոտիվներով։ Ծույլ կամակորները։ Լինում է, չի լինում, ծույլ ու կամակոր մի զամինդար է լինում։ Նա իր նման ծույլ ու կամակոր էլ մի կին է ունենում։ Մի անգամ, երբ նրանք նստում են իրիկնահացի, ուժեղ քամի է փչում և նրանց տան դուռը բացում։ «Ծածկիր դուռը, կնիկ», ասում է զամինդարը։ «Չէ, դու ծածկիր», ասում է կինը։ «Դու դռան մոտ ես նստած, դու էլ ծածկիր»։ Ես 3 երազումս ամբողջ օրը բրինձ եմ թեփահանարել, շատ հոգնած եմ, իսկ դու քնել ես, ոչինչ չես արել, գոնե հիմա մի գործ արա, վեր կաց դուռը ծածկիր։ «Բան ասացիր, ես էլ այսօր քեզնից շուտ զարթնեցի, դու քնած մնացիր, դու էլ պետք է դուռը ծածկես»։ Մինչև ուշ գիշեր վիճում են նրանք, թե ով պիտի դուռը ծածկի ու այդպես էլ համաձայնության չեն գալիս։ Այն ժամանակ զամինդարն ասում է. «Թե որ այդպես է, ով որ առաջինը խոսի, թող նա էլ դուռը ծածկի»։ «Համաձայն եմ», ասում է կինը։ Նրանք լուռ հաց են ուտում ու պառկում քնելու, այդպես էլ դուռը բաց թողնելով։ Գիշերը սոված ու անտեր մի շուն մտնում է զամինդարի տունը և սկսում է վազվզել անկյունից անկյուն։ Նա գտնում է մի տապակած փասյան և ուտում մինչև վերջին ոսկորը։ Շուռ է տալիս կոկոսի յուղով լցված կճուճը և ուտում ամբողջ յուղը, հետո ուտում է թասի մեջ լցված բրնձե քաշովին։ Հասնում է ցորենի բոքոններին ու դրանք էլ է ուտում և կշտանալով հանգիստ հեռանում է։ Առավոտյան մարդ ու կին անխոս հագնվում են ու լուռ նստում սեղանի շուրջ։ Կինը ուզում է գոռալ աղախնին, որ ճաշը բերի, բայց հիշում է երեկվա վեճը. ով որ առաջինը խոսի, նա էլ պետք է դուռը ծածկի։ Եվ լուռ ու մունջ գնում է տապակած փասյանը բերելու։ Բայց ինչ, փասյանից մի կտոր էլ չէր մնացել։ Մոտենում է կճուճին, տեսնում է մեջը յուղ չկա։ Վրա է հասնում թասին, բայց այնտեղ բրնձի մի հատիկ էլ չի գտնում։ Նա սկսում է փնտրել ցորենի բոքոնները, բայց մի փշրանք էլ չի գտնում։ Կինը դեսուդեն է ընկնում սենյակում, չի իմանում ինչ անի։ Ինչպես ասի մարդուն դժբախտության մասին, ինչպես կանչի աղախնին, ուղարկի շուկա ուտելիք բերելու։ Իսկ զամինդարն անհամբերությունից բռունցքով թխթխկացնում է սեղանին, բերանն է ցույց տալիս, նախաճաշ պահանջում։ Կինը մտածում, որոշում է ինքը գնա շուկա, նա սուսուփուս հագնվում է ու տնից դուրս է գալիս։ Զամինդարը մենակ մնալով նայում է բաց դռանը և շարունակ մտածում. ինչպես անի, որ առաջ կինը խոսի։ Այդ պահին ներս է մտնում սափրիչը։ Նա հարգանքով բարևում է տանտիրոջը և նրան երկար կյանք մաղթում։ Բայց զամինդարը չի պատասխանում սափրիչին։ «Հո նեղացած չես ինձնից, պարոն», անհանգստանում է սափրիչը։ Զամինդարը շարունակում է լուռ մնալ։ Այն ժամանակ սափրիչը բարկանում է. «Ես աղքատեմ ինչ է, որ չես ուզում ինձ հետ խոսել»։ Զամինդարն էլի լուռ է մնում։ «Դե լավ», որոշում է սափրիչը, «հիմա դու ինձ հետ կխոսես»։ Վերցնելով մկրատը, նա կիսով չափ խուզում է զամինդարի գլուխը, հետո սափրում մորուքի կեսը և կտրում մի բեղը։ Զամինդարը միայն խոլորում է աչքերը, բայց առաջվա պես վախենում է ձայն հանել։ Այն ժամանակ սափրիչը օջախից մի ածուխ է վերցնում ու ծույլ զամինդարի երեսը մի լավ մրոտում։ Բայց դրանից հետո էլ կամակոր զամինդարը բերանը չի բացում, լուռ մնում է տեղը նստած։ Այս մարդուն անպայման կախարդել են, մտածում է սափրիչը և դուրս փախչում տնից։ Շուտով զամինդարի կինը վերադառնում է, տեսնելով մարդուն
Գլխի մազերը կիսով չափ խուզած, մի բեղը կտրած, նա ձեռքերն իրար է զարկում ու ճչում. Ռամ, ինչ է պատահել քեզ։ Ահա, ուրախ բացականչում է ծույլ ու կամակոր զամինդարը։ Առաջ դու խոսեցիր, դե դու էլ գնա դուռը ծածկիր։